Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդքասթի հյուրն է հանուն հավասար իրավունքների ՀԿ նախագահ եւ նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանը։ Ողջույն Գայանե, ինչպե՞ս ես։ Շնորհակալություն։ Իհարկե ձեր գործունեությունը միշտ ուշադրության կենտրոնում է եղել, որովհետև տարբեր դերեր եք ունեցել՝ լրագրող, հասարակական կառույցի ղեկավար եւ հետո նաեւ падգամավորի մանդատ եք ստանձնել։ Կուզենայի հասկանալ ձեր կյանքի ուղին ինչպես է անցել մասնագիտական եւ ինչն էր դրդապատճառը, որ այս մի քանի տարբեր դերեր ունեցաք եւ հիմա եւս շարունակում եք ղեկավարել այս կառույցը։ Շնորհակալություն, նախ շատ ողջունում եմ ձեր հարթակը եւ շատ կարեւոր գործ եք անում։ Իմ այդպես աշխատանքային կարիերան շատ հետաքրքիր եւ էվոլյուցիոն զարգացում ունեցավ, քանի որ շատ քաղաքական գործիչների հնարավոր այդպես կենսագրությունները կամ հանրային կենսագրությունները, որ նայում ենք, շատ հաճախ է լինում լրագրությունից քաղաքականություն անցումը։ Եվ երբ ինքս արդեն որոշում էի կայացրել, ես այդ ժամանակ արդեն նաև հասկանում էի ինչն էր պատճառը եւ ինչը դրդեց ինձ, որովհետեւ երբ լրագրող ժամանակ, հատկապես երբ լուսաբանում ես մարդու իրավունքների խնդիրները, երբ լուսաբանում էի կոռուպցիոն խնդիրները, քաղաքականության մեջ հաշվետվողականության հարցերը, կոռուպցիան բանակում, սպանությունները բանակում, երեխաների, կանանց իրավունքները, կրթության խնդիրները, կրթության համակարգային խնդիրները եւ այլն, հասկանում էի, որ ինչ որ փուլում դրանք միայն բարձրաձայնելը բացարձակ բավարար չի։ Այսինքն անընդհատ այ մեջդ պայքարն է լրագրող ակտիվիստ, որովհետև միայն լրագրող լինել Հայաստանում շատ դժվար է, նախանրային այդպես պահանջ է ձևավորված, որ եթե դու խնդիրը բարձրաձայնում ես, դե փորձի նաև լուծել, բայց սա նաև հանրային պահանջի հարց չէր։ Ես ունեցել եմ իրավիճակներ, ինձ մոտ այդպես եղել են էտապներ, որ ուղղակի գիշերները չեմ կարողացել քնել, հա, ասենք օրինակ, չգիտեմ, ինչ որ ընտանիքում խնդիր, ինչ որ երեխայի խնդիր, որի լուծման համար հազարավոր այդպես պետական կառույցների դռներ եմ ծեծել եւ այլն։ Ու երբ դու անում ես դա որպես լրագրող, շատ ավելի բարդ է, երբ որ մի տեսակ ստանձնում ես այդ ակտիվիստի դերակատարումը։ Եվ ինչ որ փուլում արդեն հասկացա, որ միայն բարձրաձայնելը լրագրողական դիրքից քիչ է, հարկավոր է ֆորմալիզացնել նաև ակտիվիզմը։ Եվ սա էր նաև պատճառը, որ 2016 թվականին հիմնադրեցի հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնը։ Դրանից առաջ արդեն 2013-ին որպես այդպիսին հանուն հավասար իրավունքները նախաձեռնություն էր եւ մենք գործընկերներով, որոնց հետ նաև հիմնադրեցինք հասարակական կազմակերպությունը, արդեն իսկ տարբեր հասարակական գործունեություն ծավալում էինք, բայց ֆորմալիզացրեցինք 2016-ին։ Սրան հաջորդեց արդեն մյուս էտապը, երբ միայն զուտ հասարակական կազմակերպությամբ, հասարակական գործունեությամբ խնդիրների լուծմանը, այո, ինչ որ տեղային լուծումներ կարողանում ես տալ, բայց դու հասկանում ես, որ բախվում ես քաղաքականությունների սխալներին։ Այսինքն, այո, ինչ որ տեղային լուծում տալիս ես, երեխայի խնդիրը լուծում ես, կնոջ խնդիրը լուծում ես, կամ դպրոցում խնդիրներ են առաջացել եւ այլն, դրանք լուծում ես, բայց շատ ավելի համակարգային քաղաքականության մշակման տեսանկյունից խնդիրները մնում են։ Եվ ինչ որ փուլում հասկացա, որ չէ, այստեղ նաեւ պիտի լինի լծակ, որպեսզի դու նաեւ որոշում կայացման լծակ ունենաս, կամ գոնե այդ որոշումների կայացման պրոցեսում ներկայացված լինես, որովհետև հատկապես երբ լրագրողական դաշտային աշխատանք իրականացնելու կամ հասարակական դաշտային աշխատանք իրականացնելու ընթացքում տեսնում ես խնդիրների բուն էությունը, հասկանում ես, որ այդտեղ լուծման առումով շատ ավելի արդյունավետ կարող ես լինել։ Քան մարդիկ շատ հաճախ, որոնք իսկ մեր քաղաքական մշակույթը հենց այդպես է եղել, իրենք ուղղակի չեն էլ պատկերացրել գյուղերում ինչ է կատարվում, կրթական են ամենաստորին օղակներում, ինչն է խնդիրը, ինչպես այդ խնդիրը պիտի լուծվի, որովհետև որոշումները կայացվել են շատ այդպես միայն կաբինետներում, դուրս չգալով գիտելիքահեն կամ փաստահեն տվյալներ չունենալով եւ այլն, դաշտային մեծ հաշվով, կամ եթե անձամբ բնական է իրանք չէին կարող իրականացնել դա, բայց այդ տվյալների վրա չհենվելով, որովհետև քաղաքականություն եւ հասարակական կառույցներ կամ քաղաքական
դերակատարներ, հասարակական կառույցներ կապը միշտ եղել է խզված եւ այդ համագործակցությունը չի եղել։ Քաղաքականություն մտնելու այդպես առաջարկ իրականում 2000 առաջին անգամ որ ինձ առաջարկեցին լինել կուսակցության ցուցակում առաջին անգամ 2012 թվականի ընտրություններին էր եւ այն ժամանակ ճիշտ ասած երկար մտածում էի համաձայն եմ ընդունեմ առաջարկը թե ոչ եւ այստեղ էր որ առաջնային այդպես չափորոշիչը որ պիտի որոշում կայացնես գնում ես թե ոչ նպատակն է արդյոք ինքնանպատակ չէ այդ կարգավիճակը որովհետեւ երբ փորձում էի հասկանալ իսկ ինչ կարող է անել ընդդիմադիր պատգամավորը եւ չի կարող անել լրագրողը հասկանում էի, որ այդտեղ հարթակի խնդիրը բարձրաձայնելու հարթակի տարբերությունն է, որտեղ մեծ հաշվով ընդդիմադիրներն հատկապես նախկին քաղաքական համակարգում ընդդիմադիր պատգամավորներն էլ խնդիրը բարձրաձայնում էին, լուծելու տարբերակ չունեին։ Եվ ես հասկանում էի, որ սա ըստ էության զուտ կարգավիճակ է եւ ինքնանպատակ, լուծման չես գնալու։ Եվ սա էր այն հիմնական ելակետը, որ ինձ ուղղակի որոշման հիմնական այդպես ելակետ տվեց, ուղղակի մերժեցի, որտեղ հասկանում էի, որ նույն կերպ խնդիրը բարձրաձայնելու ես տարբեր հարթակներից, ես իմ մեդիայում էի խնդիրը բարձրաձայնում, այնտեղ ազգային ժողովում պետք է բայց լուծման տարբերակ չէր։ Եվ նորից այս հարցին անդրադարձա արդեն 2018 թվականին, երբ եղավ արդեն հեղափոխությունը, երբ արդեն իսկապես հույս կար գոնե քաղաքական համակարգի փոփոխության, եւ երբ արդեն ինձ նորից առաջարկ արվեց լինել ցուցակում եւ ընտրվել ազգային ժողովի պատգամավոր։ Այս ժամանակ նորից այդ ելակետային հարցներ, արդյոք իսկապես փոխվելու է, հնարավորություն ունենալու եմ ինչ-որ բան որոշումների կայացման վրա ազդելու, ինչ-որ բան փոխելու, քաղաքականության մշակման նոր ազդելու։ Այո, դրանք այս բոլոր ելակետային հարցերին պատասխանս կարծես թե դրական էր, չնայած շատ դժվար որոշում էր իրականում, որովհետև շատ լավ հասկանում ես, որ այնինչ տարիների ընթացքում ձեռք ես բերել, նաև այդ վստահությունը, որովհետև որպես լրագրող որոշակի հանրային վստահություն ես վաստակում տարիների ընթացքում, հասկանում ես, որ ցանկացած դեպքում, ցանկացած իշխանություն, անգամ ամենալավ իշխանությունը ընտրվելու պահից իսկ վարկանիշի անկում է ունենում եւ նաև վստահության անկում է ունենում։ Չեմ ասում էլ հստակ գիտակցումը, որ հանրային որոշակի այդպես ատելության խոսքի, իսկ սա հատկապես սոցիալական մեդիաների առկայության պարագայում չափազանց շատ է եւ այլն, այսինքն բոլորը հաշվի առնելով, ընդ որում նաեւ հաշվի առնելով ֆինանսական տարբերությունը, որովհետեւ մինչեւ պատգամավոր դառնալը նախկինում ավելի շատ է վաստակում եւ այլն, այսինքն այս բոլոր ծանր ու թեթև անելով հասկացա, որ այնուամենայնիվ սա այն հնարավորությունն է, որ եթե ես չընդունեմ եւ եթե ես չանեմ, հետո գուցե իսկապես ինքս ինձ մեղադրելու է։ Եվ նաեւ ինքս ինձ մեղադրելու եմ այն տեսանկյունից, որ կամ այն առումով, երբ սկսեի արդեն մեղադրել, սա այսպես չէ կանում եւ այլ, բնականաբար ասելու էին գայրանեիր։ Քեզ տրվել էր այդ հնարավորությունը։ Սա էր նաև հիմնական որոշիչ այդպես պատճառը, որ ինձ իսկապես դրդեց ընդունել առաջարկը եւ ընտրվել։ Մենք շատ քաջալերում ենք, որպեսզի կանայք գնան քաղաքականություն, զբաղվեն քաղաքականությամբ, ակտիվ քաղաքականության մեջ լինեն։ Դու հենց այդ գործողությունը անող անձանցից մեկն ես եւ քո փորձը հենց ներսից տեսնել ինչպես են որոշումները կայացնում, կարողանում ես ազդել այդ որոշումների վրա, ինչ լծակներ են քո համար բացվում որպես պատգամավորի, արդյոք կարողանում ես օգտվել այդ լծակներից ազդեցություն գործելու տեսակետից։ Այն շրջանը, որը որպես պատգամավոր աշխատել ես, հետաքրքիր է, ինչ ես ձեռք բերել որպես փորձ, որը կարող ես փոխանցել, ոգևորել, գուցե նաև հիասթափվել ես ինչ որ փուլերում, ինչ ունես ասել այս մասով։
Բնականաբար հիասթափվել եմ շատ առումներով եւ եթե չլիներ հիասթափությունը, նաեւ չէր լինի հրաժարականը ժամանակից շուտ, այսինքն ժամկետի ավարտից շուտ 2018-ից 18-ի հիմնական դեժամկետը, որ աշխատել ենք որպես պատգամավոր 7-րդ գումարման ազգային ժողովը եղել է 2019-20 թվականը եւ 21-ի կեսը։ Ես իրականում ամենածանր թերևս ժամանակահատվածներ այն տեսանկյունից, որ 2019 ադապտացման ժամանակ էր, սարսափելի մեծ էր ակնկալիքը հանրային տրամադրությունների տեսանկյունից եւ շատ արագ ռեֆորմներ անելու ակնկալիք կար, որը բավական դանդաղ էր, որովհետեւ երբ դու արդեն մտնում ես քաղաքական համակարգ, երբ դու արդեն տեսնում ես նախ կառավարման համակարգի եւ հատկապես գործադիր համակարգի ծանրաշարժությունը, հա, այսինքն սենց ինքը մեքենայա շատ ծանր, ռեֆորմի գրեթե չի ենթարկվող կամ այդ ռեֆորմը պիտի լինի շատ խիստ եւ շատ արմատական եւ շատ ռադիկալ, մի բան որ չարվեց 2018-ին, իսկ այդ որոշումն էլ գուցե էլի սխալ որոշումներից մեկն էր թերևս, որի հետ բոլորովին համաձայն չէի, որովհետեւ ես կարծում եի հատկապես դատական համակարգում մենք պիտի իսկապես արմատական ռեֆորմների գնայինք, որպեսզի մենք կարողանայինք պետության այն հիմնական եւ ժողովրդավարության հիմնարար հիմնասյուներից մեկը կարողանայինք գոնե առողջացնել։ Մի բան, որ չարվեց մեծ հաշվով եւ մենք տեսնում ենք դրա հետևանքները այսօր։ Բայց շատ ավելի ծանր էր իհարկե 2020 թվականը, որովհետեւ 2020 թվականին ընդ որում սկզբում COVID-ը, հետո արդեն պատերազմը, սրանք այն սարսափելի ճգնաժամերն էին, որոնք ոչ միայն բարդ էին ցանկացած անգամ շատ փորձառու քաղաքական գործիչների համար, բայց բնականաբար կրկնակի կամ քառակի բարդային ոչ այնքան փորձառություն գոնե քաղաքական դաշտում փորձառություն ունեցող, որովհետև իրականում 7-րդ գումարման ազգային ժողովը տարբերվում էր եւ թերևս բացառիկ էր իսկապես նրանով, որ շատ տարբեր ոլորտներից, հատկապես հասարակական ոլորտից մարդիկ էին հավաքվել եւ ընտրվել, որոնք իսկապես բավական լուրջ էքսպերտային փորձ ունեն։ Այսինքն գուցե մեր քաղաքական դաշտում մեր փորձը ընդ որում այդտեղ նաև վատ փորձի մասին է խոսքը, հա, որովհետև քաղաքականությունը շատ հաճախ, այսինքն երբ որ հետո էս վերլուծում, ռեֆլեքսիա անում, շատ հաճախ նաև որոշակի այդպես մանևրելու կարողությունն է, որոշ կոմպրոմիսների գնալու կարողությունն է, մի բան, որ քանի որ մենք շատ այդպես հեղափոխությամբ այդպես ալիքի վրա եկանք եւ մեծ էին ակնկալիքները նաեւ հանրության կողմից, շատ հարցերում փորձում էինք չգնալ կամ էլ ավելի շատ գնալ կոմպրոմիսներ, այսինքն այդ թերևս նաև դրա փորձներ պակաս, բայց մասնագիտական առումով բավական լուրջ փորձառություն ունեցող մարդիկ էին հավաքված։ Ի տարբերություն օրինակ այս գումարման, այսինքն այժմ գործող ազգային ժողովի։ Բայց 2020-ը չափազանց ճգնաժամային էր ոչ միայն Հայաստանի համար, բայց մեզ համար իհարկե դա դարձավ կրկնակի պատմական առումով չափազանց ծանր։ Ընդ որում պատերազմից առաջ ես արդեն ունեի որոշակի անհամաձայնություններ կուսակցության հետ, այն ժամանակ իմ քայլը խմբակցության հետ, ԿՊ-ն կուսակցությունն էր, բայց խմբակցության անունը իմ քայլն էր, եւ սեպտեմբերի 18-ից սկսած արդեն որոշում էի կայացրել հրաժարական տալ եւ հրաժարականի մասին հայտարարեցի սեպտեմբերի 24-ին եւ ընդամենը 3 օր անց փաստորեն պատերազմը սկսեց, այսինքն ես հրաժարական էի տվել, բայց քանի որ օրենքով սահմանված էր, որ 7 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր է հետ կանչել այդ հրաժարականի դիմումը, ես որոշում կայացրեցի պատերազմական իրավիճակում գնալ, թողնել եւ գնալը ու մի տեսակ փախնել այդ պատասխանատվությունից շատ բացարձակ բարոյական չէր, բացարձակ արդար չէր, ոչ միայն կուսակից ընկերների նկատմամբ, այլ ընդհանրապես հասարակության նկատմամբ, որովհետև ես ունեի իսկապես պարտավորություններ։
Եվ կարծում եի, որ կարող եմ անել շատ բան այդ ընթացքում հատկապես եւ հատկապես միջազգային կառույցների հետ աշխատանքի տեսանկյունից, որովհետեւ Եվրոպական պարլամենտի հետ Евронест այն ժամանակ ղեկավարում էի պարլամենտում Евронест խորհրդարանական վեհաժողովը եւ իրականում այդ ընթացքում պատերազմի ընթացքում հնարավոր եղավ գոնե միջազգային հանրությանը խնդիրը ներկայացնելու համար օգտագործել այդ լծակները, այսինքն այնինչ իսկապես ես եթե հաշվեմ այդ 2.5 տարվա ընթացքում ինչ եմ կարողացել անել, մի բան որ վստահ կարող եմ ասել, դա իսկապես միջազգային հարթակներում գոնե Արցախյան կոնֆլիկտի մասին եւ կոնֆլիկտի էությունը հասկանալի ընկալելի կարողացել եմ դարձնել։ Ցավոք հիմա այդ ամենը թերևս արդեն գուցե բացարձակ անիմաստ է, չնայած ես կարծում եմ, որ հետագայի համար էլ այդ բոլորը փաստագրված, արձանագրված, օրինակ բանաձևեր են, փաստաթղթեր են, որոնց վրա մենք գուցե հետագայում կարող ենք հղում անել, բայց դա այն փուլներ, որ ես կարծում եմ, որ ճիշտ էր վերադարձը նորից, չնայած հետո նորից հրաժարական տվեցի։ Գանը միջազգային հարթակներում ներկայացնում ես Հայաստանի ու արցախցիների շահերը եւ փորձում ես դիմագրավել կարելի ասել ստերին, ռոպագանդային, տարբեր տեսակ իրավիճակների, որտեղ որ Ադրբեջանը իր շահերն է ամեն ձև առաջ տանում, իսկ Հայաստանից շատ դեպքերում ունենք պետական մարմիններ, որոնք լոյալ են, երբեմն տեսնում ենք, որ չեն պատասխանում համարժեք, դու որպես հասարակության ներկայացուցիչ նաև այդ բեռն ես քո վրա վերցրել եւ հաստատ բախվում է շատ տարբեր խնդիրների հենց միջազգային հարթության վրա, խոսքի ազատության սահմանափակում գուցե խոչընդոտներ, ինչ կասես նաև միջազգային հարթակների կուլիսային դաշտի մասին, որը ոչ մեկ չի տեսնում, մեկ էլ տեսնում ենք, որ Գանը ելույթ է ունենում եւ մի հատ շատ կարեւոր հարց բարձրացնում է այնտեղ։ Միջազգային հարթակները իրականում թերևս այդպես հակասական հաճախ հարթակներն են, որտեղ թվում է թե խնդիրները բարձրաձայնելը միայն հրապարակային դաշտում են, բայց այդտեղ նաև բանակցային process է լինում, հանրային դիվանագիտության մասին եմ խոսում, որովհետև ես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո արդեն նոյեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, հրաժարական տվեցի, արդեն վերջնական հրաժարական Եվ այդ ժամանակ արդեն վերադարձա հասարակական կառույց, որը հիմնադրել էի դեռևս 2016-ին ու ի թիվս տարբեր խնդիրների, իսկ այդ ժամանակահատվածում մեր հիմնական խնդիրը արցախցիների աջակցությունն էր եւ հումանիտար եւ հետագայում նաեւ կրթական տարբեր հնարավորություններ իրենց համար ստեղծելով, որպեսզի կարողանան աշխատանք գտնել։ Բայց դրան զուգահեռ մեկ այլ ուղղություն եւս շարունակում է իրականացնել, դա հանրային դիվանագիտությունն էր։ Հիմա շատ ավելի կարևոր է հատկապես վերջին 1 տարվա ընթացքում հանրային դիվանագիտությունը չափազանց կարևոր դերակատարում ունի ընդհանրապես մեր դիվանագիտության ամբողջության մեջ, որովհետև շատ բաներ, որոնք պետական կառույցների ներկայացուցիչները, հատկապես արտաքին գործերի նախարարությունը, որ չի կարող ասել, ասվում է թերևս հանրային դիվանագիտությամբ։ Ինչու չի կարող ասել կամ ինչու է կաշկանդված ասելու, որովհետև հատկապես վերջին 1-2 տարիների ընթացքում ադրբեջանական քաղաքականության հիմնական մեղն է սադրելը։ Այսինքն իրենք ինչու եմ սա շեշտում հատկապես վերջին 2 տարիներին, որովհետև սահմանին կանգնած են եվրոպական դիտորդները եւ սադրանքներ հրահրելը սահմանին ռազմական որևէ գործողություն իրականացնելը Ադրբեջանի համար չափազանց բարդ է։ Ինչ են իրանք անում, այսինքն հիմնականում Ալիևը ինչ է անում եւ որն է իր հիմնական քաղաքականությունը, մարտավարությունը վերբալ առումով, հռետորաբանության առումով սադրել, որ այստեղից լինի նույնատիպ կամ թեկուզ մի փոքր ավելի նվազ պատասխան եւ որ ուղակի տապալի այն ամբողջ բանակցային գործընթացը, որը բանակցային գործընթացի տապալումը հանգեցնելու է ուղակի ռազմական հարձակման։ Եվ այս տեսանկյունից օրինակ նույն պետական կառույցների որոշակի այդպես զգուշավորությունը
հաճախ որոշ բաներ կուլ տալը, հա, այսինքն որ ուղղակի պատասխան հաճախ չի հնչում։ Սա թերևս այն մարտավարությունը եւ միակ մանևրելու տարբերակը, որ հնարավորություն չտանք, այսինքն այդ Ալիևի ուզած կազուսպելին չստեղծվի։ Այս իրավիճակում շատ ավելի կարևորվում է հանրային դիվանագիտությունը, որովհետեւ այնինչ որպես հասարակական կառույցի ղեկավար կարող եմ ասել ես, որևէ այլ պաշտոնյա չի կարող ասել։ Այնինչ հաճախ օրինակ եւ այն համատեքստը, որ կարող եմ ներկայացնել ես, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության, ընդհանրապես կոնֆլիկտում դերակատարության եւ նաեւ Ալիևի նույն ռազմավարության եւ մարտավարությունների նմանությունը օրինակ նույն Պուտինի հետ, սրանք բաներ են, որ բնականաբար պետական կառույցները չեն կարող անել։ Բայց հատկապես վերջին կրկին 1 տարիներին ինչու նաեւ շատ կարևորում եմ հանրային դիվանագիտությունը, որովհետեւ Ալիևի որը նոր չի իրականում նախկին էր եւ նախկինում բայց շարունակական, բայց հիմա վերջին 1 տարում շատ ավելի ահագնացած մարտավարությունը Արևմտյան Ադրբեջան կոչվող զավթողական, որը ուղղակիորեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող խոսույթն է, որի դեմ պետական կառույցները իրենց մասով են աշխատում, բայց հանրային դիվանագիտությունը սրա դեմ իրականում շատ ավելի ակտիվ պետք է աշխատի։ Եվ բարդությունը կուլիսներում շատ տհաճ են հաճախ, նաև հիասթափեցնող է, որովհետև երբ դու դիտարկում ես օրինակ եվրոպական կառույց, եվրոպական այդպես արժեքներ, մարդու իրավունքներ, չէ, բայց երբ հաճախ բանակցությունների ընթացքում, երբ դու գնում ես խնդիրներ ես ներկայացնում եւ տեսնում ես, որ ասում են դե ախր մենք էլ նավթից ենք կախված, այս Ռուսաստանում հասկանում ես, որ միևնույն է, մարդու իրավունքները հաճախ ուղղակի թերագնահատում են կամ գերադասում են բնականաբար իրենց տնտեսական շահերը, կապերը Ադրբեջանի հետ եւ այլ եւ այլը։ Եվ այստեղ դու հասկանում ես, որ այնուամենայնիվ որն է քո ամենակարևոր ռեսուրսը, որպես պետություն իրենց հետաքրքիր դառնալն է, որպես պետություն քո ժողովրդավարությունն է, որ որոշակիորեն գոնե մրցակցային ինչ-որ բանի մեջ կարող է դնել, կոնե տարածաշրջանում դու իրենց համար որոշակի հենարան կարող ես դիտարկվել։ Եթե դու չունես ռեսուրս, եթե դու չունես այլ հետաքրքրելու համար ինչ-որ այլ տնտեսական գրավիչ ինչ-որ բան, չնայած մենք ունենք այդ ռեսուրսը, որը մեր մարդն է իր բոլոր գիտելիքներով, կարողություններով, հատկապես եթե հաշվում ենք, որ IT ոլորտը այդ առումով շատ գրավիչ է Հայաստանի, բայց միևնույն է անարդարությունները միջազգային հարթակներում շատ հաճախ են լինում։ Խոսքի ազատության սահմանափակում սովորաբար չի լինում միջազգային հարթակներում, բայց հաճախ լինում է ռեսուրսի սահմանափակում, հա, այսինքն եթե օրինակ մեր հասարակական կազմակերպությունը հիմա իդեպ նաև պիտի սկսենք այդ դրամահավաքը հաջորդ ԵԱՀԿ-ին նիստին մասնակցելու համար, մենք դա անում ենք մեր ուժերով, փորձում ենք ինչ-որ ֆինանսական միջոցներ գտնել։ Դրա տարբերությունը ադրբեջանական այսպես կոչված հասարակական կազմակերպությունների ուղղակի ահռելի է, իրենք գումարի խնդիր չունեն, իրենք կարող են ահռելի ռեսուրսներ դնել եւ տարվա մեջ 10 անգամ գնալ Բրյուսել, 10 անգամ հանդիպել այնտեղ պատգամավորների հետ, մի բան, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ ընդամենը 1-2 անգամ։ Այս անարդարությունը եւս բավական, այսպես ասած, օբյեկտիվ տեսանկյունից սահմանափակում է մեր հնարավորությունները, բայց մյուս կողմից նաեւ պետության հետ նման հարաբերություններ, այսինքն որ պետությունը ֆինանսավորում, ինչպես Ադրբեջանն է ֆինանսավորում, սա հասարակական կազմակերպության համար էլ ինչ որտեղ բավական անընդունելի եւ տհաճ հետևանքներ կարող է ունենալ։ Մենք շատ ենք խրախուսում, խոսում ենք այն մասին, որ կանայք պիտի ներգրաված լինեն քաղաքականության մեջ արժեքներ փոխելու համար եւ իրենց արժեքները առաջ տանելու համար։ Ինչ խորհուրդներ կան եւ ինչ լուծումներ կան այս տեսակետից քո կողմից, որը անցել է բավականին մեծ ճանապարհ եւ կուտակել է փորձ։ Ինչ կարող ես փոխանցել։ Իրականում առաջնային երևի թե որոշում կայացնելու տեսանկյունից առաջին չափորոշիչը, որ պիտի խորհուրդ տամ, կրկին հասկանալ արդյոք
նպատակին հասնելու համար քաղաքականություն մտնելն է այն հիմնական գործիքը, որը հնարավոր է կիրառել։ Այսինքն երբեք չպետք է լինի ինքնանպատակ, որովհետև մենք տասնյակ տարիներ ունեցել ենք կանանց ներգրավվածության խիստ ինքնանպատակ քաղաքական մշակույթ, եւ սա է նաեւ հետևանք եղել, որ կանանց նկատմամբ վստահությունը ոչ մի կերպ չի բարձրացել։ Մենք ինքներս իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր կանանց կարողությունների զարգացման, կանանց հզորացման, զորեղացման, որպեսզի պատրաստենք քաղաքական դաշտ մտնելուն, բայց ամեն անգամ ես նաև իմ ուսանողներին եւ բոլոր նրանց դասընթացներ եմ համար դասընթացներ եմ վարել, միշտ այդ խորհուրդն եմ տվել, ինքներդ ձեր մեջ որոշեք, արդյոք իսկապես սա հենց այն գործիքն է, որը հնարավոր է կիրառել եւ այլ գործիք չկա, որ կարողանամ ես իմ նպատակին եւ այդ նպատակը իրագործելուն հասնեմ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ երբ դառնում է կարգավիճակը զուտ ինքնանպատակ, դա առաջին հարվածն է ոչ միայն քաղաքական process-ին եւ քաղաքական մշակույթին, այլ հենց կանանց, որովհետեւ հաջորդիվ եկող կանանց սերունդը տեսնում է ինչպիսի գործիչներ է ունեցել իրենից առաջ։ Հաջողակ եւ անհաջողակ։ Հաջողակ եւ անհաջողությունը բնականաբար հենց դրա հետ է կապված, որ ուղղակի կարգավիճակն է կարևոր, մինչդեռ դա պիտի լինի ընդհանրապես գործիք նպատակին եւ այն հիմնական, բայց այդ նպատակը պիտի ունենաս։ Մյուս կարևոր խորհուրդը, որ ընդհանրապես ես կրկին կանանց շատ հաճախ եմ տալիս, միշտ պատրաստ լինել, որ դառնալու են թիրախ։ Իրենց մեջ պետք է ունենան շատ ամուր, պետք է զարգացնեն, սա նաև զարգացնելու, սա կարողության հարց է, պետք է զարգացնեն շատ ամուր նյարդեր, անտեսելու կարողություն, բայց այդ անտեսելը չդառնա արհամարանք քաղաքացիների նկատմամբ, այսինքն որովհետև հաճախ ես գոնե ինձ վրա այդ դա զգացել եմ, ընդ որում ես միայն ատելության խոսքը չի եղել այն ամենասարսափելի բանը, որի մեջ եղել եմ, այլ նաև մահվան սպառնալիքներ եւ այլը, բայց ինչ որ մի փուլում ես հասկանում եի, որ հատուկ արվում է, որպեսզի ինձ լռեցնեն։ Այսինքն որպեսզի ինձ դարձնեն անտարբեր հասարակության նկատմամբ, օրինակ չպատասխանեմ մեսիջներին, որովհետև այդ վախը, որ կարող է բացես ու շատ վատ բաներ լինի դրանում գրված, քեզ ուղղակի կարող էին դրթել, որ դու որպես պատգամավոր որևէ քաղաքացու չարձագանքես եւ չպատասխանես, մինչդեռ պատգամավորի նաև հիմնական գործերից մեկը քաղաքացիների հետ անընդհատ եւ անմիջական կապն է։ Այսինքն այս տեսանկյունից պիտի կարողանան այդ ճիշտ ոսկե միջինը գտնել, որ եւ դա իրենց վրա այնքան չազդի, որ կարողանան որպես հասցեատեր անգործունակ դառնան եւ մշտապես պահեն այդ կապը քաղաքացիների հետ, այսինքն նաեւ չկտրվեն եւ չմեկուսանան եւ փորձեն հնարավորինս միևնույն է մնալ առաջնային մանդատ ունեցող պաշտոնյաներ, որոնց պարտավորությունը անընդհատ քաղաքացիների հետ աշխատանքն է։ Սա թերևս ամենակարևորն է եւ մյուս կամ գուցե հիմնարար կարևորությունը գիտելիք, կրթություն, որովհետև շատ հաճախ եմ հիմա տեսնում, որ քաղաքականություն մտնելը այն հիմնական այդպես նպատակն է դարձել։ Այդ արանքում պիտի ունենաս դու բազմաթիվ աստիճաններ, որոնք պիտի հաղթահարես։ Եվ այդ հաղթահարելուց հետո միայն պիտի մտածես, արդյոք հաջորդ քայլը պիտի լինի քաղաքականություն, թե չպիտի լինի։ Սա իրականում շատ կարևոր է, որովհետև հիմա մի տեսակ արդեն ավելի հեշտ է դարձել քաղաքական դաշտ մտնելը, բայց մյուս կողմից դա ոչ թե պետք է լինի դժվար, այլ պետք է լինի շատ իմաստավորված։ Այդ իմաստը չկորցնենք հանկարծ որևէ կերպ։ Շնորհակալ եմ Գայանե շատ անկեղծ եւ անմիջական զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հանուն հավասար իրավունքների ՀԿ նախագահ եւ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Շնորհակալ։